Քանի ընտրող է գրանցված այս տեղամասում։ 1623։ Ինչպես է սկսվել քվեարկության օրը, եղել են տեխնիկական խնդիրներ։ Ոչ, ամեն ինչ հարթ է, հարց սկսել է, հարթ էլ ընթանում է։ Մինչ այս պահը քանի մարդ է մասնակցել քվեարկությանը։ 650 հոգի։ Եղել են բողոքներ կամ միջադեպեր։ Միջադեպ եղել է, բայց հարթվել է։ Միջադեպը այսպիսին էր X կուսակցությունից վստահված անձի մոտ մենք արձանագրեցինք, որ իրենց մոտ կա գրքույկ, նշումների գրքույկ, որտեղ այնտեղ պլյուս ինչ-որ կետիկներ, ինչ-որ եւ այդ գրքույկի մեջ կար նաեւ թվեր, եւ այդ թվերի դեմ դիմացը դրվում էր նշումներ, այսպես ասած։ Մենք արձանագրել ենք, հրավիրել են ոստիկանություն եւ ոստիկանության ուղեկցությամբ դուրս ենք հրավիրել այդ վստահված անձին։ Չեք կարող հրապարակել անունները։ Ոչ։ Շատ լավ։ Իսկ ինչ ընթացակարգ է կիրառվում, եթե ընտրողը խնդիր ունի փաստաթղթերի հետ։ Կան տարբեր խնդիրներ, կա որ անձնագրի վավերականության ժամկետն անցած, մենք ուղղորդում ենք, որպեսզի այն ոստիկանության բաժանմունքից բերեն տեղեկանք, որպեսզի կարողանան ընտրեն։ Եվ այդպիսի խնդիրներ, բայց ընդամենը եղել է 2 դեպք այդպիսի, այդպես խնդիր չկա որ։ Այսինքն նայած ինչ խնդիր է։ Նայած ինչ խնդիր է, այդպես մի քանի դեպք եւ հարթվել է նորից։ Ինչ որ խնդիր չկա այդ հարցով։ Բոլորը եկել են, բոլորը ընտրել են, առանց ընտրելու ոչ մեկ չի հեռացել։ Շատ լավ, իսկ ինչպես է կազմակերպվելու ձայների հաշվարկը օրվա վերջում։ Պարզ, թափանցիկ, ԶԼՄ-ների, վստահված անձանց, մեր կուսակցության անդամների, դիտորդների, բաց, թափանցիկ, ամեն ինչը ցուցադրելով, այսպես ասեմ։ Շնորհակալություն։ Ձեզ։